Ողջույն, այսօր հունվարի 30-ն է, մի օր, որը պատմության մեջ մնացել է որպես ծայրահեղ հակասությունների հանգույց։ Այսօր մենք կխոսենք իրադարձությունների մասին, որոնք փոխեցին աշխարհի ընթացքը եւ մեր երկրի ճակատագիրը։ Երևանի կենտրոնից մինչև Լոնդոնի տանիքներ, դիկտատուրայի սկզբից մինչև խաղաղության մեծագույն առաջնորդի կորուստ։ Այսօրվա թողարկմանը կիմանանք, թե ինչպես հենց այս օրը դրվեց հայկական պրոֆեսիոնալ երաժշտության հիմքը եւ ինչու է հունվարի 30-ը համարվում թե լեգենդար ռոքի, թե համաշխարհային ողբերգությունների օր։ 1921 թվականի հունվարի 30-ին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը այն ժամանակվա կրթության նախարարությունը հրաման արձակեց Երևանում հիմնել երաժշտական ստուդիա։ Հենց այդ ստուդիան դարձավ այն հիմնաքարը, որի վրա ընդամենը 2 տարի անց 1923-ին բացվեց Հայաստանի առաջին բարձրագույն երաժշտական հաստատությունը՝ կոնսերվատորիան։ Սա նորանկախ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական խոշոր հաղթանակներից էր։ 1992-ի հունվարի 30-ին Պրահայում կայացած նիստի ժամանակ Հայաստանը պաշտոնապես դարձավ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդակցության այժմ ԵԱՀԿ-ի անդամ։ Սա նշանակում էր, որ միջազգային հանրությունը Հայաստանը ներգրավում էր եվրոպական անվտանգության համակարգում։ Հենց այս կառույցի շրջանակում հետագայում ձևավորվեց Մինսկի խումբը, որը զբաղվում էր Արցախյան հարցի կարգավորմամբ։ Այսօրը համաշխարհային պատմության մեջ մտել է որպես մեծագույն ողբերգություն։ Նյու Դելիում երեկոյան աղոթքի գնալիս սպանվեց հնդիկ ժողովրդի հոգևոր առաջնորդ, ոչ բռնի պայքարի գաղափարախոս Մահաթմա Գանդին։ Նրան սպանեց Նաթուրամ Գոձեն, մի մոլեռանդ ազգայնական, որը դեմ էր Գանդիի հաշվետվողական քաղաքականությանը։ Գանդիի վերջին բառերն էին՝ «Օ Աստված»։ Նրա մահը սգում էր ողջ աշխարհը, քանի որ նա ապացուցել էր, որ հնարավոր է հաղթել կայսրությանը, Բրիտանիային առանց մեկ գրակոցի։ Հունվարի 30-ը ճակատագրական եղավ Գերմանիայի, ինչպես հետո պարզվեց, նաև ողջ մարդկության համար։ Գերմանիայի նախագահ Հինդենբուրգը նացիստական կայսրության առաջնորդ Ադոլֆ Հիտլերին նշանակեց երկրի կանցլեր։ Թեև նա իշխանության եկավ օրինական ճանապարհով, սակայն հենց այդ օրվանից սկսվեց ժողովրդավարության քայքայումը, որը հանգեցրեց հոլոքոստին եւ երկրորդ համաշխարհային պատերազմին, որը խլեց տասնյակ միլիոնավոր կյանքեր։ Երաժշտական աշխարհում սա լեգենդար օր է։ Լոնդոնի Սևիլ Ռոու փողոցում գտնվող իրենց գրասենյակի տանիքին The Beatles խումբը տվեց իր վերջին անսպասելի համերգը։ Մարդիկ կանգնում էին փողոցում, բարձրանում հարևան շենքերի տանիքներին լսելու լեգենդար քարյակին։ 42 րոպե անց ոստիկանությունը դադարեցրեց համերգը աղմուկի պատճառով։ Դա վերջին անգամն էր, երբ Ջոն Լենոնը, Փոլ Մակքարթնին, Ջորջ Հարիսոնը եւ Ռինգո Սթարը միասին ելույթ ունեցան հանրության առաջ։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել պատմության մեջ վաղը, հունվարի 31-ին կիմանաք մեր հաջորդ թողարկմանը։ Չմոռանաք հետևել էջին եւ սեղմել լայքի կոդյակը։